Եվ օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասացի մի բան, որը կարծում եմ ընդամենը գուցե ամիսներ առաջ, գուցե մի տարի, 2 տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասացի նաև, որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ, ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է փախստական, մյուս մասը ներքին տեղահանված, այդ օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Ես ձեզ ընդամենը մի օրինակ եմ ուզում բերեմ, դա ցույց տալու համար, թե տրամաբանության որոշակի ինչպիսի խզումներ են երբեմն տեղի ունենում։ Երբեմն այդ թվում տարածաշրջանի կոմունիկացիաների քննարկումների տիրույթում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե օրինակ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով։ Ընդ որում սա հնչում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Այսինքն 5 րոպեան, 3 րոպեանոց կամ նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետքա վերադառնալ, այսինքն ասում են, որ մաքսային սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ այդ պրոբլեմա ոնց կլինի, չի կա, դա աներևակայելի է։ Ես այն ինչի համար եմ ուզում ցույց տամ, ինչի համար եմ սա ասում։ Ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ տրամաբանության խզում կա։ Եվ ես կարծում եմ, որ մենք այստեղ ունենք լուծումներ եւ ավելին, այդ լուծումները շատ տրամաբանական են եւ նույնիսկ գծագրված։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից սովորաբար կան շատ մեջբերվող եւ քիչ մեջբերվող կամ գրեթե չմեջբերվող կետեր։ Այդ չմեջբերվող կետերից եւ ընդհանրապես իմ կարծիքով այդ հռչակագրի կարևորագույն կետը 5-րդ կետն է, որը ըստ էության խոսում է, արձանագրում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության տեսլականը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հիմա մենք հասել ենք մի կետի եւ հասունացել է նորակարգը, երբ որ մենք պետք է արձանագրենք արդեն իսկ արձանագրվածը իմիջայլոց, որը ինչ որ առումով կարելի է անվանել նաև ռազմավարական գործարք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Որն է եւ որը կարող է լինել այդ ռազմավարական գործարքը։ Իսկ գործարքի էությունը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն ինչը ասացի, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա եւ հանգիստ են թողում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։ Այլ բան չկա անելու։ Ընդ որում ես ուզում եմ արձանագրել, որ այս տեսլականը նաև արձանագրված է նախաստորագրված
Խաղաղության համաձայնագրում, որի առաջին հոդվածը ասում է, մեջբերում եմ, հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից, կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախություն։ Այսինքն ինչ ասում է տեքստը։ Հիմա խորհրդային հանրապետությունները դարձել են պետություններ։ Եվ համապատասխանաբար մենք այս հիմքի վրա միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը հարգում ենք։ Հաջորդը ամբողջությամբ համապատասխանելով հոդված 1-ին կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի, կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախաբանում նույնպես հղում կա Ալմա-Աթայի հռչակագրին։ Նկատի ունեմ խաղաղության ճարտարապետությունը քաղաքական մակարդակում ամբողջությամբ կառուցված է։ Ես հիմա այլ հոդվածներ չեմ մեջբերի, բայց Վաշինգտոնի հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ամբողջությամբ գծել են այդ ճարտարապետությունը։ Այսինքն քաղաքական մակարդակում մենք այստեղ խնդիրներ չունենք։ Մենք այստեղ խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Եվ սոցիալ-հոգեբանական մակարդակում գոյություն ունեցած խնդիրների մասին նույնիսկ դժվար է խոսել։ Դժվար է խոսել նույնիսկ քաղաքական առաջնորդների մասին, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է նաև խոսենք դրա մասին։ Ես օրինակ այդպիսի մի վիճակագրություն եմ դուրս բերել, որը իհարկե դեռ փորձագիտական մակարդակով վերստուգման անհրաժեշտություն ունի, բայց առնվազն քաղաքական մակարդակով իմ տպավորությունները գնալով ավելի ու ավելի հիմնավոր են դառնում։ Ընդ որում ես չեմ կարող եւ չեմ ասի, թե այս շրջապտույտի մեկնարկային կետը որտեղ է, Հայաստանում է թե Ադրբեջանում, որովհետեւ ոչ թե դրա համար, այսինքն դա փորձել դա անել նշանակում է մտնել նոր բանավիճային տրամաբանության մեջ։ Մասնավորապես ես մի այսպիսի ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասար Գեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան հնչում է եւ այլն, այսինքն տրամաբանությունը հասկացաք։ Եվ երբեմն Հայաստանում եւ Ադրբեջանում ընկալում եւ տեսնում եմ պատմության մի մասը միայն։ Հասկանալիորեն համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է այնտեղից լեգիտիմ է, այսինքն ամեն կողմը, պատմության այն մասը, որը բխում է այնից լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից լեգիտիմ չէ։ Ճիշտ են ասում արդյոք թե չէ, ճիշտ են ասում նրանք, ովքեր համարում են, որ լեգիտիմ է իրենց ասածը, իսկ դիմացինի ասածը լեգիտիմ չէ։ Ճիշտ են ասում թե չէ։ Այս հարցը ձևակերպելը եւ փորձելը պատասխանել այս հարցին ինքնին անհաջողության նախապայման է։